Պարոն Բաբայան, մենք տևական ժամանակ է տեսնում ենք, որ շակերտավոր ասած հակամարտություն է սկսվել որոշ հոգևորականների կամ եկեղեցու ու իշխանության միջև, փոխադարձաբար այսպես մեղադրում են, սկսած արտաքին քաղաքականության ուղեծրից, վերջացրած ամենատարբեր հարցերում, օրինակ եկեղեցին քննադատում է օրվա իշխանությանը, իշխանությունն էլ որոշ հակասություններ ունի, օրինակ վերջերս Նիկոլ Փաշինյանը իր էջում սկսեց ամենատարբեր գրառումներ անել, ամենատարբեր հարցեր բարձրաձայնել, բարձրաստիճան հոգևորականների կուսակրոն լինել չլինելու հետ կապված, ինչը նորից վրդովմունք առաջացրեց ու այս հակամարտությունը կարծես թե նոր ավելի թեժ փուլ մտավ, որ փուլում եւ ինչպես սկսվեց այս հակասությունները, ինչու եկեղեցին եւ պետությունը, եթե կարելի է այդպես մեկնաբանել, ինչ որ մի փուլում դուրս եկան իրար դեմ։ Ես կարծում եմ մի քիչ ավելի հետապետ գնալ չկապել միայն այսպես ասած Նիկոլ Փաշինյանի այս 7 տարվա հետ։ Խնդիրը կարծում եմ նա է, որ խախտվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որ եկեղեցին անջատված է պետությունից։ Ցավոք սրտի եկեղեցին շատ վաղուց երևի անկախությունից հետո միանգամից սկսեց ընկալվել որպես պետական որոշակի մարմին։ Ակտիվորեն սկսեց իր աջակցությունը ցույց տալ իշխանությանը, որոշակի տնտեսական խնդիրների մեջ շատ ակտիվորեն սկսեց ներգրավել եւ այլն եւ այլն։ Նախկին իշխանության մասին։ Այո։ Եվ կարծում սա ամենամեծ թերացումներ եւ ամենամեծ սխալներ, որ տեղի ունեցավ։ Պետությունը սկսեց հաճախակի դիմել եկեղեցուն որպես հենարան, այսպես ասած սիրային խաղ էր գնում եւ հետո արդեն երբ որ եկավ այս նոր իշխանությունը պարզ է որ երբ դու քեզ դասավորում ես որոշակի ճամբարում սկսում ես նաեւ կիսել իրենց ասենց ասեմ քաղաքական ուղին եւ այն հայտարարությունները որ եկեղեցիներ հայտարարում հա իմպիչմենտ պահանջելով եւ այլ հազար ու մի բան կարծում եմ միայն ու միայն վնաս բերեցին եկեղեցուն, որտեղ տեղափոխեցին իրեն հոգևոր դաշտից կուսակցական դաշտ, քաղաքական դաշտ, ասենց ասենք։ Որն է այդ կարգավիճակը այն դեպքում, երբ օրինակ Աջապահյանին հարց ուղղվեց Շիրակի թեմի առաջնորդին ասացին, որ այ Փաշինյանը նման բաներ է հայտարարել, ասում է իր ինչ գործն է, եկեղեցին անջատ է պետությունից, իրենք գործ չունեն նման ինֆորմացիայի անգամ տիրապետելու դեպքում հրապարակել, միաժամանակ նույն Աջապահյանը խոսում է իմպիչմենտի գործընթացի մասին, ասում է, որ իմպիչմենտը պետք է դարձնել ոչ թե ինչ որ թատերական կամ խաղարկային մի բան, այլ լուրջ խաղադրույքներ անել, առաջադրել վարչապետի թեկնածուներ, որպեսզի կարողանան հասնել իշխանափոխության։ Այսինքն մի կողմից ասում է, որ պետությունը իրավունք չունի քիթը մտցնել կոպիտ ասած եկեղեցու գործերի մեջ, բայց եկեղեցին այս պահին լծված է իշխանափոխություն անելու այս գործին։ Ինչու։ Ես կարծում եմ շատ տարածված երևույթ է, երբ մենք պահանջում ենք, որ դիմացինը պահպանի օրենք, այս մեր պարագայում սահմանադրությունը, բայց ինքներս ուրեմն բացարձակապես չենք ուզում պահպանել այդ սահմանադրությունը։ Եթե դու ասում ես, որ երկրի իշխանության գործը չի մտնել եկեղեցու գործերի մեջ, կներեք ես տավտալուգան, ապա դու էլ չպետք է մտնես, ոչ քաղաքականություն, ոչ պետական գործերի մեջ։ Ընդ որում կարծում եմ բոլոր դեպքերում եկեղեցու համար գուցե ես մի քիչ անգրագետ կասեմ, որտեվ ինքս շատ լավ չեմ տիրապետում, բայց եկեղեցու համար ամենակարևոր գործը ցույց տալ մարդուն ճանապարհ դեպի Աստված։ Իսկ հիմա ինչ է անում եկեղեցին։ Հազար ու մի բան, բայց ոչ դա։ Պարոն Բաբայան, հետաքրքիր է, որ եկեղեցին տևական ժամանակ է նաև ինչ-որ քաղաքական հայացքներ է հայտնում, օրինակ ինչ-որ արտաքին քաղաքական կուրս է թելադրում, մենք գիտենք, որ անցյալ տարի Բագրատ Սրբազանը անգամ շարժում ստեղծեց, նպատակն այն էր, որ Հայաստանը պետք է մերձենա Ռուսաստանի հետ եւ մեր փրկությունը հիմնականում կապում էին այդ ուղեծրի հետ։ Հիմա ուզում եմ հասկանալ եկեղեցին եւ իշխանությունը ինչ գլխավոր անհամաձայնություն ունեն, որ փոխադարձաբար հարվածում են իրար։ Իմ համար էլ անընդունելի կլիներ, ընդ որում ոչ միայն եկեղեցու կողմից, այլ որևէ նաև քաղաքական ուժի կողմից, որը կպայքարեր Հայաստանի Հանրապետության սուվերենության դեմ։ Այն ուղին, որը դուք հիմա նշեցիք,
այդ ուղին հենց կոնկրետ սուվերենության դեմ է, ինքնիշխանության դեմ է։ Իհարկե ոչ ոք երբեք չի ասի, որ մենք ուզում ենք լինի ոչ սուվերեն պետություն։ Հազար մի հատ պատճառ կգտնեն ասելու, որ եւ անվտանգության հարցեր կան եւ նույնիսկ բարոյականության հարցեր, որտեղ արևմուտքը ուրեմն այլասերված է եւ մեզ ուրեմն մեր ուղուց կքշի, բայց իրականում պարզապես եւ դա փաստ է, որ եկեղեցին պետության բացակայության ժամանակ ստանձնում է պետական կառույցների դերակատարում եւ այդպես միշտ եղել է, Սփյուռքում է այդպես եղել, բայց երբ գալիս է պետությունը, գալիս են եւ ամրապնդվում են պետական ինստիտուտները, եկեղեցին այլևս չպետք է հավակնի այդ ինստիտուտները ղեկավարելուն։ Ես նկատի ունեմ եւ դպրոցը, եւ մշակույթը, եւ քաղաքականությունը, սրա համար կան պետական կառույցներ, եկեղեցին պետք է գա ու գտնի իր տեղը։ Այն գործառույթները, որ նա իրագործում է, երբ որ չկար պետություն եւ որի համար մենք շատ շնորհակալ ենք, որտեղ Սփյուռքը այսքան ժամանակ գոյատևեց եւ պահպանեց իր ազգային ինքնությունը ի շնորհիվ եկեղեցու, սա պետք է մենք ասենք։ Բայց երբ որ կա պետություն, դերակատարումը փոխվում է։ Այգուցե սա շատերը չեն կարողանում հասկանալ եւ ուզում են շարունակել այդ նույն գիծը։ Այդպես չի լինում։ Պարոն Բաբայան, բայց Աջափահյանը նաև հայտարարեց, որ այս պատերազմում իրեն հաղթող են դուրս գալու իշխանություն, եկեղեցի պատերազմի մասին էր խոսքը, եկեղեցին այսօր ինչի է ուզում հասնել։ Ես դասական քրիստոնյա չեմ, բայց ես չեմ հասկանում, ինչպես կարող է քրիստոնյան պատերազմ հայտարարել ժողովրդի մի մասին։ Նույնիսկ իշխանությանը, ընդդիմության ում ասես, նույնիսկ հանցագործներին։ Հանցագործներին պատերազմ հայտարարում է պետությունը, բայց ոչ եկեղեցին։ Եկեղեցին ներում է եւ փորձում է ցույց տալ ճանապարհ դեպի Աստված, փորձում է բերել հետ։ Այնպես որ ես չեմ կարող վիճել այդ թեմայի մեջ, որովհետեւ ես մեր պատկերացումները քրիստոնեության մասին տարբեր են, ասենց ասեմ։ Ձեր եւ Աջափահյանի։ Կարծում եմ այո։ Իսկ Մարմարիկի հոգեվոր հովիվի մասին ինչ կասեք, ինքն էլ հայտարարել է, որ կտրականապես արգելելու է բոլոր այն մարդկանց մուտքը եկեղեցի, Մարմարաշենի եկեղեցի եւ շատ կոպիտ ձևով դուրս է շպրտելու, իր բառերն եմ ուղիղ մեջ բերելու, ովքեր տառապում են նիկոլական գաղափարներով եւ կիսում են այդ գաղափարները։ Էլ կրկնեմ այն ինչ որ ասում եմ։ Գիտեք, գուցե այս ամեն ինչը նաեւ շատ օգտակար է։ Ինչ իմաստով։ Ասեմ, օգտակարը որ բացվում են մեր աչքերը։ Մենք հասկանում ենք, որ լինում են շատ տարբեր եկեղեցականներ։ Եվ իրականում այն հավատացյալները, որոնք գնում են այդ եկեղեցի, մոմ են վառում, լսում են քարոզներ, իրանք պետք է հարց բարձրացնեն։ Ասեն Տեր հայր, բա քարոզում է սեր, հանդուրժողականություն, վերջ-վերջո եկեղեցին դա Աստծո տաճարն է, Աստծո տունն է, եւ դու պարզապես սպասավոր ես այստեղ, ոչ թե Տերը, Տերը Աստվածն է։ Ինչու ես վերցնում քո վրա Աստծո դերը։ Ես միգուցե ոչ այդքան ճիշտ եմ ասում, մեկնաբանում, հա, քրիստոնեությունը, նել ասեմ, բայց էլ եմ կրկնում, կան տարբեր եկեղեցականներ։ Գիտեք, ընդհանրապես այդ ընդհանրացումները, որ մենք անում ենք, հա։ Իսկ եկեղեցին հոգեվորականի, այսպես ասած, սեփականությունն է, որ ինչպես է։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ասում էին տարածքն է, ոչ ոքի չեմ։ Դեր եմ ասում, նայած սա լուրջ խոսակցություն է, որն է եկեղեցու դերը։ Հիմա ես ասում եմ էլի, ես կարծում եմ եկեղեցու դերը ցույց տալ մարդուն, յուրաքանչյուր մարդուն, ճանապարհ դեպի Աստված։ Նույն բանն է, եթե բժիշկը հայտարարի, որ նա նիկոլականներին չի ընդունում հիվանդանոց։ Մենք ինչ գնահատական կտանք նման բժիշկի։ Կամ նիկոլականներ թող չնեն, քոչերանականներ լինեն, սերժական լինեն։ Մենք ասենք, այս մարդը չի տիրապետում, չի հասկանում իր մասնագիտությունը ինչու է կայանում, չէ՞։ Որտեղ բժիշկ իրավունք չունի մերժել ոչ մեկին, նույնիսկ ամենամեծ հանցագործին։ Նա պետք է բուժի, դա է իր փեշակը, դա իր գործը։ Նույնը այստեղ։ Եթե դու հայտարարում ես նման բան, դու պարզապես ոչ մի կապ չունես ոչ հավատքի հետ, ոչ քրիստոնեության հետ, ոչ Աստծո հետ, ոչ եկեղեցու հետ։ Դու պարզապես ինչ որ բիզնեսով ես այդտեղ զբաղված։
Իսկ իրենք ասում են հակառակը, որ օրինակ օրվա իշխանությունը կամ նույն անձամբ Նիկոլ Փաշինյանը չար է եւ իրենք չարի դեմ են պայքարում, անգամ Բակրատ Սիրբազյանը բարբերաբար ասում էր նեռը, ամենատարբեր բառերով էր դիմում, որոշ քաղաքական գործիչներ էլ եւ որոշ նաեւ անհատներ հորդորում են, որ հոգեվորականները արդեն անցնեն անեծքի ժանրին, այսինքն ասում են բանադրեք, անիծեք։ Մի տարի առաջ, հա, երբ որ գնում էր այդ շարժը, իմ գոլեգաները տարբեր երկրներից կիսում ենք իրար այդ որ երկրում ինչ հարցնում են ինչ է ձեզ մոտ կատարում, ասում մեզ մոտ հասարակական շարժում է ստեղծվել, ինչ են պահանջում, ասեմ ների դեմ են պայքարում, ինձ ասում են Ռուբեն դու լուրջ ես խոսում, Հայաստանում 21-րդ դարում կա շարժում, որը պայքարում է ների դեմ, ու դուք դա լուրջ եք ասում, հիմա երբ որ մենք դա ստորագրում ենք, մենք ստորագրում ենք, որ մենք տգետ ենք, որ մենք հետամնաց ենք, որ մենք դեմագոգ ենք, ստախոս ենք։ 2024-25 թվականին պայքարել ների դեմ, ները քո մեջ է, ները յուրաքանչյուրիս մեջ է, եւ Աստված է յուրաքանչյուրի մեջ, եւ պայքարը մեր ներսում է գնում։ Եվ երբ որ մենք սկսում ենք այդ պայքարը մեզնից տեղափոխել, դա նշանակում որ ները մեր մեջի հաղթել է։ Եկեղեցին այդպիսի մի մարմին է, որը պետք է մտնի օրենքի դաշտ։ Դա էլ կա։ Ինչպես։ Հարկային ձևով։ Օրենքը պաշտպանելու ձևով ես համարում եմ իհարկե ճիշտ։ Գիտեք ինչ, եթե կա որոշակի բիզնես, այդ բիզնեսը պետք է հարկվի։ Ես չեմ կարծում, կներեք, որ մենք այստեղ թատրոնում, մանկական թատրոնում, պակաս կարևոր գործով ենք զբաղվում, բայց մենք մտնում ենք բոլոր հարկերը, չէ՞։ Եկեղեցին նույնպես պիտի Իհարկե, եթե եկեղեցին ունի որոշակի եկամուտ, նա պետք է դրա վճարի, եւ դա բնական է։ Բայց իրենք շատ դեմ են ապա։ Դե ամբողջ դե այդտեղ մանեք։ Պատճառը այդտեղ մանեք։ Երբ որ չես գտնում, ավելի շուտ, երբ որ փորձում ես չխաբվել թեզիսներով, խոսքերով, գաղափարներով, տեսնում ես, որ տաղը փողի հարց է։ Սա էլ փողի հարց է։ Բա ինչը։ Վտանգ է։ Վտանգ, այսքան ասում էին, չէ, որ այս մանկապարտեզն է վերցրել, այս օլիգարխ, այս արդյոք խնդիրը մենակ մանկապարտեզների եւ օլիգարխների մեջ է։ Իսկ գուցե ինչ որ սեփականություն, եթե մանգան տեսնեն, ով է վերցրել, ում են տվել։ Դե օրինակ հազարը մի բան կա, կան այսպես ասած հաղորդած դպրոցներ, կային գրադարաններ, որոշակի վերցրած, ես չեմ խառնվել այդ գործերի մեջ, չեմ ուսումնասիրել, բայց ոչ ոք իրենք չունի ներկայանալ Սուրբի պատկերով։ Իսկ քանի որ շատ հասկանալի է, որ եկեղեցին ունի անհրաժեշտություն գումար ունենալու, որպեսզի վարձատրի իր սպասավորներին, որտեղ իրականացնի որոշակի կրթական, հոգևոր, մշակութային ծրագրեր, շատ բարի, բայց այդ ամեն ինչը պետք է մտնի հարկային դաշտ, օրենքի դաշտ, ասենք ասենք։ Պարոն Բաբայան, շատ հետաքրքիր բան եք նշում, որ բարբերաբար երբ որ վարչապետը կամ մեկ այլ պետական պաշտոնյա խոսում է ինչ-որ հոգևորականի մասին կամ նման թեմա է բարձրացնում, հոգևորականների առաջին արձագանքը այն է, որ վարչապետը կամ պետական ինստիտուտները կրկին թիրախավորել են եկեղեցին, ամենայն հայոց եկեղեցին, այսինքն այստեղ խնդիր կա։ Միշտ նշվում է, որ ոչ թե եկեղեցին, այլ որոշ հոգևորականների մասին։ Շատ սխալ է։ Եվ որպեսզի պարզ դառնա, որ սա միայն մեր խնդիրը չէ։ Ես օրինակ կբերեմ կաթոլիկ եկեղեցին։ Մենք գիտենք ինչ ահավոր բաներ է կատարվել ու բացահայտվել վերջերս, չէ, եւ մանկապարտության հարցերը, եւ սպանության հարցերը Իզրանդիայում եւ այլն եւ այլն։ Եվ կոնկրետ անուններ են տվում այս եկեղեցականը, այս մեկը մանկապիղծ է, այս մեկը գող է, այս մեկը մարդասպան է, այս մեկը սրիկա է, բայց ոչ ոք չի ասում, որ կաթոլիկ եկեղեցին պետք է վերանա։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ յուրաքանչյուր կառույցի մեջ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն թաքնվելով այս գինի տակ, հա, անել իրենց ուրեմն ոչ այդքան օրինական գործերը։ Եվ հենց որ դու փորձես բռնել ձեռք, նրանք ասեն, տեսեք ինչ է կատարվում։ Հարվածում են մեր եկեղեցուն։ Եղբայր, եկեղեցին ուր, դու ուր։
Թող ամեն մեկը պատասխան տա իր համար։ Եկեղեցին ունի մի կարևոր խնդիր՝ ցույց տալ ճանապարհ դեպի Աստված։ Վերջ։ Մնացածը բոլոր գործողությունները, որոնք կատարում են, դա մտցրեք օրենքի դաշտ եւ նորմալ շարունակեք ձեր աշխատանքը։ Պետք չի ծածկվել, որտեղ ինչքան մենք էսելա պետք հասկանալ, գիտեք, առաջին հերթին եկեղեցականների կողմից ինչքան շատ ենք մենք Աստծո անունը տալիս, այդքան ավելի հեռու ենք պահում մարդկանց Աստծոց։ Բողոքում են աղանդներից, իսկ գուցե պետք է մի քիչ քո մեջ ման գաս այդ խնդիրը, թե որտեղից է գալիս այդ տարածումը։ Իսկ իրենց հայտարարությունները նույն հոգևորականների արդյոք չեն վնասում եկեղեցու հեղինակությանը։ Ես ասեմ զարմանալի բան է, բայց նման հայտարարությունը վնասում են հենց հայտարարություն անողներին։ Եվ իշխանության կողմից վնասում է իշխանության հեղինակությանը եւ եկեղեցականների։ Անձամբ ես չեմ ուզում լսել, ինձ հետաքրքիր չի, ինձ կռիվը հետաքրքիր չի, ինձ պատերազմը, որը հայտարարում է Սրբազանը, հետաքրքիր չի, այդ նա հայտարարի խաղաղություն, դա ինձ կլինի հետաքրքիր։ Մտածողության փոփոխություն պետք է լինի իրականում։ Չի կարելի ապրել այնպես, ինչպես ապրում է իր 100 տարի առաջ, 120 տարի առաջ։ Ժամանակները փոխվում են, եթե դու անտեսում ես, որ ժամանակը փոխվում է քո երկրի կարգավիճակը։ Շատ ու շատ բան աշխարհում փոխվում։ Եվ եթե դու ասում ես, ես նույն տեսակետին եմ, ինչ ասենք թե 100 տարի առաջ, կամ նույն գաղափարներն եմ կրում, սա նշանակում որ դու պարզապես ոչ մի բան չես հասկանում կյանքից, որովհետև կյանքը փոփոխական է եւ դրանով է հետաքրքիր։ Իսկ մենք որ դարում ենք ունեցել։ Ես մի անգամ ասել եմ եւ շատերը համաձայնվել են իմ հետ, որ մենք Եվրոպա ենք, բայց 400 տարի առաջ։ Այսինքն այդքան հետ ենք դեռ։ Այո։ Խնդիրը նա չի, թե ինչպես ենք մենք հագնվում, ինչ էլեկտրոնային գործ, խնդիրը մտածողության մեջ է։ Իսկ պարոն Բաբայան, պետական պահպանության եւ առհասարակ հանրության մեր պահպանության կարիք ունեցող հուշարձաններից խոսեցիք, վարչապետն էլ օրերս էլի այդ հարցը բարձրաձայնեց, հենց դրանից սկսվեց հակասությունները կամ նոր փուլը հակասությունների եւ հայտարարությունների։ Այ ասաց, որ եկեղեցիների մի մասը չուլանացված են, միգուցե կոպիտ բառով է հնչում, բայց խնդիր էր բարձրաձայնում, որ ինչքան հին իրեր կա, մարդիկ տանում են եւ տեղավորում են եկեղեցում։ Որոշ հոգևորականներ են այդ խնդիրը բարձրաձայնում, որ օրինակ ինչու՞ չէ հասարակության մի մասը եկեղեցին ընկալում է որպես խորոված անելու տեղ։ Նույն հոգևորականները եկեղեցում տանում են ամենատարբեր իրեր են տեղադրում։ Այսինքն սա խնդիր է, թե խնդիր չի պիտի առերեսվել, թե չպիտի առերեսվել։ Պիտի առերեսվել առաջին հերթին նաև այն եկեղեցիները, որոնք հուշարձան են։ Որտեղ այդ եկեղեցիները հաստատ պետության խնամության, ամենօրյա խնամության կարիք ունեն։ Ես նոր բան չեմ ուզում բացել, գաղտնիք չեմ բացի, կար մի հրաշալի պատմաբան, հնագետ, եկեղեցագետ Սամվել Կարապետյան, որը ցավոք սրտի մի քանի տարի առաջ մահացավ։ Եվ նա մեծ ցավով էր ասում, երբ նա մտել էր մեր շատ բարձրաստիճան մի եկեղեցականի մոտ եւ օրինակներ էր բերել եկեղեցիների անմխիթար վիճակի, իրեն պատասխանել էին, որ մենք անտառում կորած եկեղեցիների հետ գործ չունենք։ Ինչու՞։ Հիմա կվերադառնամ նրան, ինչ մասին ասեմ, որտեղ նրանք փող չեն բերում։ Ես հոգևորականի խնդիրը այսօր փողաբեր ինչ-որ բիզնես ունենալն է, փող աշխատելն է, թեկուզ եկեղեցու միջոցով։ Ոչ թե այդ արժեքը պահպանել։ Դե նայած հոգևորական, էլի ասում, ես չեմ ուզում բոլորին նման ասել։ Ես գիտեմ փայլուն հոգևորականներ, որոնց հետ պարզապես հետաքրքիր է, որոնք իսկապես հավատացյալ են։ Սա էլ է շատ կարևոր։ Մեր ոչ բոլոր եկեղեցականներն են հավատացյալ, չէ՞։ Մենք դա գիտենք։ Բայց փողը ունի այդ տեսակ զարմանալի հատկություն։ Եվ պարոն Բաբայան, եթե կտրվենք այս ամեն ինչից, ամեն դեպքում թե իշխանության ներկայացուցիչների կողմից, թե որոշ հոգևորականների կողմից, այսպես եկեղեցի պետություն դիրքավորումը եւ այս հայտարարությունները, այս հակասությունները ուր կարող է տանել եւ ինչ վտանգներ ունի։ Ինչպես եք դուք տեսնում օրինակ դրա հանգուցալուծումը։ Լավ հարց է, շնորհակալություն։ Երկրի ներսում բաժանարար գծեր անցկացնելը ահավոր վտանգավոր բան է։ Կամուրջները պետք կառուցել։ Եվ էլ եմ ասում, ուժեղը,
խիզախը կլինի նա, ով առաջինը կկանգնացնի այդ ուրեմն փոխադարձ մեղադրանքների եւ վիրավորանքների ալիքը։ Կարծում եմ ժամանակն է եկել գուցե չեմ ասում անպայման հրապարակային, որտեղ հրապարակայինը մի քիչ զսպում է մարդկան, բայց նստել, խոսել, հասկանալ, որ մենք բոլորս այդ երկրի քաղաքացիներ ենք, անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ նրանից դու հավատացյալ ես, աթեիստ ես, ագնոստիկ ես, ինպես, եւ փորձել գտնել ընդհանուր եզրեր կան, միանշանակ կան, սա մեր պետությունն է։ Եթե սա է կարևոր, մենք միշտ կգտնենք, ինչի շուրջ կարելի է միավորվել։ Եթե ինքնիշխան պետությունը չի մեր գերագույն խնդիրը նպատակը, այդ ժամանակ արդեն իհարկե դժվար կլինի երկխոսության դուրս գալ, բայց կարծում եմ փորձել միշտ պետք է, շատ բաց խոսել, անցել է ժամանակը իրար մեղադրելու։ Իսկ դուք լավատես եք, որ շատ բաց խոսելու դեպքում կկարողանան որևէ կոնսենսուսի գալ, լեզու գտնել, ոնց որ դուք ասացիք։ Ես ընդհանրապես երկխոսության կողմնակից եմ միշտ, նույնիսկ թշնամիների հետ, որովհետև նախ ես զբաղվում եմ այնպիսի մի ոլորտով, որը ենթադրում է երկխոսություն, բեմից հանդիսականի հետ։ Եվ այդ, գիտեք ինչ, երկխոսությունը ուժ է։ Այն որ ասում են մեկ-մեկ, թուրքերի հետ ոչ մի խոսք, ադրբեջանցիների հետ ոչ մի թուլության նշան է։ Դու վախենում ես, այլ ոչ թե սկզբունքը բանը, որ ոչ մի խոսք։ Չէ, խոսեք, տար քո գիծը, ասա, տար քո ճշմարտությունը, այն կողմից էլ կա իրենց ճշմարտությունը։ Չկան երկու նույնանման մարդիկ, չէ, աշխարհում։ Չկան երկու նույնանման պետություններ։ Ուրեմն մարդիկ կարողանում են համերաշխ ապրել կամ պետությունները կարողանում են, երբ որ կարողանում են երկխոսել։ Իսկ մենք բավարարչափով խոսում ենք այսօր մեր հարևանների հետ։ Գիտեք, լավ հարց է, շնորհակալություն։ Գիտեք ինչ կա, ես միշտ ավելի մեծ հույսեր եմ կապում հանրության հետ, քան իշխանության ու ընդդիմության, որովհետև բոլոր դեպքերում կուսակցությունները, լինի դա իշխանություն թե ընդդիմություն, նրանք սպասարկում են հանրության որոշակի տրամադրություններ ու ցանկություններ։ Եվ եթե հանրությունը կարող է թելադրել իր կամքը, իշխանությունը դա կատարում է, հակառակ դեպքում չի մնա որպես իշխանություն։ Դրա համար ես կարծում եմ, որ մեր հանրությունը դանդաղ միգուցե կուզենայինք շատ ավելի արագ, բայց գնում է իմաստության ճանապարհով։ Մարդիկ սկսել են վերլուծել, մարդիկ փուչ խոսքերին այլևս չեն հավատում։ Եվ այս շարժումները, որ տեղի ունեցան վերջի 2-3 տարում, դրա լավագույն ապացույցն էին։ Նայեք ինչ ամպագորգոր բաներ էր։ Էլի դրանից առաջ էլ չէ, կար այդ ների մասին ասի, մի 2-3 տարի առաջ էլ ուրեմն ման էին գալիս փողոցով եւ գոռում էին բան, առանց Թուրքի Հայաստան, հիշում եք։ Էլի ընկերներիս հետ խոսում, ասում են ինչ են անում։ Ասում դե փողոցով ման են գալիս, կա մի կերպար, անունը լավ, ուզում են դրան զարթնացնել, հա, եւ մեկ էլ ուրեմն ասում են առանց Թուրքի Հայաստան։ Ասում իսկ ինչքան թուրք կա Հայաստանում։ Դա պիչկա։ Գիտեք, այս տափակ, սուտ, փուչ, վաղուց իրենց մաշած բարերից, որի վրա արդեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում, լուրջ չի ընդունում, որը միայն ու միայն մեզ հետ է տանում։ Այս կյանքը առաջ է գնում։ Որպես հավատացյալ մարդու տեղ ասեմ։ Եթե Աստված ուզենար, որ մենք հետ նայենք, մեր աչքերը հետևից կտեղադրեր։ Մեր աչքերը ինձ որ մենք առաջ գնանք, նայենք ուր ենք գնում։ Լսենք ինչ է կատարվում 4 կողմը, բայց նայենք ու գնանք միայն առաջ։ Մեր բաների մասին